Շանթի եթերը շարունակում է հեռանկարը։ Հայաստանի քաղաքասարակության ներկայացուցիչների վերջերս կատարած երկօրյա այցը Բաքու մեծ հետաքրքրություն եւ հակասական արձագանքներ է առաջացրել նաեւ Հայաստանում։ Հիշեցնենք, սա պատասխան այց էր, որովհետեւ այս այցից առաջ Երևան էին այցելել Ադրբեջանի ներկայացուցիչները։ Ինչ հանդիպումներ են կայացել Բաքվում, ինչ քննարկումներ են եղել այնտեղ պահվող նաեւ հայ գերիների հետ կապված։ Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցելու ենք Բաքու այցելած հայկական պատվիրակության անդամ, ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն Նաիրա Սուլթանյանի հետ։ Տիկին Սուլթանյան, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Բնականաբար պետք է սկսենք ընդհանուր տպավորությունից, որովհետև սովորական, այսպես մեծ համար սովորական երկիր չեք այցելել, դրա համար հետաքրքիր է նախ ձեր տպավորությունը, ինչպես հասակ Բաքու, ինչպես ընդունեցին այնտեղ եւ ինչպես անցկացրիք այդ երկու օրը։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Սառույցն արդեն կոտրվել էր, երբ ադրբեջանցի գործընկերներն էին եկել Հայաստան հոկտեմբերի 21-22-ին եւ մեր փոխադարձ այցը փաստորեն նոյեմբերի 21-22-ին ուղիղ 1 ամիս անց տեղի ունեցավ։ Երևի թե ամենամեծ սիմվոլիզմը, որ այս փոխադարձ այցերի պարագայում կար, դա ինքնաթիռների ուղիղ ոնց որ վայրեջքներ Զվարթնոց օդանավականում եւ Բաքվի օդանավականում։ Հակառակ դեպքում մենք շատ հաճախ ենք հանդիպել մեր Բաքվի գործընկերներին երրորդ երկրներում, այնպես որ շփման տեսանկյունից ինքը շատ զարմանալի չէր մեզ համար, բայց այդ հողի վրա գտնվել եւ քո խնդիրները այդ հողի վրա կանգնած խոսել, զրուցել դրանց մասին, դա շատ նոր էր։ Իսկ վախեր, մտավախություններ կային գնալուց առաջ կամ գուցե տեղում։ Ես չեմ թաքցնի, ընկերական շրջապատում կատակներ էին անում այդ թեմայով եւ այլն, բայց ես անձամբ չեմ ունեցել ոչ մի մտավախություն, ես վաղուց եմ աշխատում ադրբեջանցի գործընկերների հետ եւ արդեն կառուցել էինք այնպիսի վստահություն միմյանց հանդեպ, որ նման վախեր չունեի։ Իսկ երկօրյա այցի ընթացքում որ հարցերի շուրջ են հատկապես եղել ձեր քննարկումները։ Իրենց Երևան այցի ժամանակ մենք ուրվագծել էինք այն ուղղությունները, որոնց շուրջ ուզում ենք աշխատել եւ որոնք ավելի հեռանկարային եւ իրատեսական են։ Բաքվում արդեն փորձեցինք ավելի մանրամասնել եւ հստակ ծրագրով ենք հանդես գալու։ Եվ այդ ուղղությունները բազմաթիվ անգամ նշվել են, դա լրագրողների հետ աշխատանքն է, դա փորձագետների ավելի լայն շրջանակի ներառումն է այս գործընթացներում, ինչպես նաև հանրությանը իրար ավելի ճանաչելի դարձնելու փորձերը։ Տիկին Սուլթանյան, առհասարակ ինչպես է գնահատում Բաքվում տիրող քաղաքական եւ հասարակական միջավայրը, ում հետ եք դուք աշխատում ադրբեջանական կողմում, հաշվի առնելով այդ երկրում հասարակության, քաղաքասարակության վրա ճնշումները, դրանց մասին հրապարակումները մեկը չեն, երկուսը չեն։ Այո, մեր հայաստանյան լրատվամիջոցները եւ փորձագետները շատ քննադատեցին այդ կտորը, որ ում հետ էիք քննարկում, չէ որ այնտեղ բռնաճնշումներ են եւ այլն։ Տեսեք, մենք սկզբունքային մոտեցում ունենք, մենք մեր օրակարգով, մեր հարցերով եւ խնդիրներով ենք ներառված այս նախաձեռնության մեջ եւ մեզ բոլորովին չի հետաքրքրում այնտեղի այդ առումով իրավիճակը։ Եթե ես կարողանում եմ գտնել ինձ համար վստահելի գործընկերների ադրբեջանական կողմում, ում միջոցով ես կարողանում եմ իմ օրակարգն ու հարցերը բարձրացնել որոշում կայացնողների եւ իրենց հանրության առջեւ, ես այլ պարագայում խնդիր չունեմ։ Այսինքն այդ ամբողջը նախապես համաձայնեցված էր տեղաշարժերից սկսած մինչև քննարկումների թեմա, օրակարգ եւ այլն, այսինքն սահմանափակ տեղաշարժ կար այնտեղ, ինչպես նաեւ նրանց դեպքում Երևանում։ Անշուշտ, իսկ այլ կերպ ինչպես եք պատկերացնում։ Այո, սա մեր առաջին այսպես ճանաչողական այցերն էին եւ բնականաբար եւ անվտանգության կոմպոնենտներ շատ լուրջ եւ օրակարգներ, այսպես ժամ առ ժամ գրված։ Բայց դա չխանգարեց, մենք շատ հանգիստ եւ բաց քննարկումներ ենք ունեցել։ Իսկ չի ստացվում նաեւ այնպես, որ դուք հանդիպում եք որպես երկու երկրների կառավարությունների քաղաքականությունները, այսպես ասած, առաջ տանող ներկայացուցիչներ քննարկելու այդ երկու երկրների կառավարությունների մոտեցումները, բայց ներկայացվում է որպես քաղաքասարակության ներկայացուցիչներ։ Մինչդեռ նաեւ գաղտնիք չէ, որ երկու երկրների քաղաքասարակությունները, փոխայցելությունները ֆինանսավորվել է երկու երկրների կառավարությունների կողմից։ Այո, տեսեք, ես չգիտեմ ձեր լսարանի համար ծանոթ է
խաղաղության կառուցման տարբեր մակարդակները, որովհետև կա մակարդակ 1, track 1 ասածը, որտեղ որոշում կայացնողներն են բանակցում, կա track 2, որտեղ քաղաքասարակության, երկրորդ մակարդակով, բայց դրա արանքում կա track 1.5, մակարդակ 1.5, որտեղ այսպես երկուսի արանքում քաղաքասարակություն եւ որոշում կայացնողներ։ Մենք չէինք կարող այս նախաձեռնությունը առանց կառավարությունների տեղեկացման եւ աջակցության անել, որովհետև պարզապես անհնար էր ինքնաթիռը վայրը չկատարի մյուս մայրաքաղաքում, բայց ես ուզում եմ հավաստիացնել մեր լսարանին, որ չի եղել ոչ մի սահմանափակում մեր օրակարգի հետ կապված, մեր մոտեցումների հետ կապված։ Մենք իհարկե որպես խումբ ցուցաբերել ենք ողջամտություն եւ հասկացել ենք ինչերի մասին կարող ենք խոսել եւ ինչերը կարող ենք թողնել հետագա խոսակցությունների, բայց որպես այդպեսին ոչ ադրբեջանական, ոչ հայկական կողմից կառավարությունների չի եղել սահմանափակում։ Իսկ դուք արդեն Բաքվում ինչ տպավորություն ստացաք, քանի որ հանդիպել եք նաև ոչ միայն քաղաքասարակության ներկայացուցիչների հետ, այլև Ալիևի օգնական Հիկմետ Հաջիևի հետ եք հանդիպել։ Դուք ինչ տպավորություն ստացաք, այդ երկրում իսկապես խաղաղություն ցանկանում են։ Ինչու եմ այս հարցը տալիս, որովհետև որքան էլ այլ են հայտարարությունները, բայց նրանց կողմից գործողությունները, նրանց կողմից օգտագործվող խոսույթները նաև մեր վերլուծական դաշտում այլ կերպ է մեկնաբանվում եւ նաև օբյեկտիվորեն այլ տպավորություն է թողում։ Այ հենց այնպես ինչպես դուք քիչ առաջ ձևակերպեցիք այդ հարցը, մենք նույն կերպ եւ նույն ազատությամբ ձևակերպում ենք այս հարցերը եւ մեր քաղաքասարակության գործընկերների առջեւ եւ պարոն Հաջիևի։ Եվ փորձում ենք օրինակ հասկանալ, որ եթե այսքան առաջ ենք գնացել գործընթացում, եթե արդեն ես ձեր առջև նստած, բարձրացնում եմ իմ խնդիրները, օրինակ ինչպես է այդ համատեքստում տեղավորվում գերիների արկայությունը Ադրբեջանում։ Եվ որն էր պատասխանը։ Պատասխանը այն էր, որ ժամանակ է պետք, որպեսզի վերքերը ապաքինվեն, որ երկու հասարակություններն էլ ունեն հիշողություններ վատ իմաստով եւ պիտի կարողանանք փոխադարձ վստահության այնպիսի միջավայր ստեղծել, որտեղ այդպիսի հարցերը կկարողանանք ավելի արագ լուծել։ Բայց չեք ասում, օրինակ հենց գերիների այնտեղ պահելը այդ վերքերի վրա ոչ թե վերքերը սպիացնում, այլ ավելի է աղլեցնում եւ այդ թշնամանքան մթնոլորտը պահպանում։ Եվ հենց այդպես էլ իրենց մեր հարցը ձևակերպել էինք, որ խաղաղության գործընթացի տրամաբանության մեջ չի տեղավորվում այլևս մեր գերիների արկայությունը Ադրբեջանում։ Իսկ այ լինելով Բաքվում եղել են փորձեր հանդիպելու մեր գերիների հետ, նրանց առողջական վիճակի մասին տեղեկություններ ստանալու, աչքով տեսնելու, համոզվելու, որ այնինչ նրանք հայտարարում են, նրանց ֆիզիկական վիճակի եւ այլն, իրականությանը համապատասխանում է։ Երբ դեռ իրենք Երևանում էին, մենք այդ հարցը բարձրացրեցինք եւ առաջարկեցինք իրենց դիտարկել հնարավորությունը, որ փոխադարձ այցի ժամանակ մենք այդ հնարավորությունից օգտվենք։ Իրենք մեզ հստակ ասացին, որ իրենց լիազորությունների շրջանակից դուրս բաներ դժվար կլինի իրենց քննարկել, բայց խոստացան, որ դա որոշում կայացնողների առջև կբարձրացնեն։ Հիմա երբ մենք ստացանք իրենց օրակարգը Բաքվից, թե ինչ են առաջարկում անել Բաքվում, ցավոք սրտի այդ կետը օրակարգում չկար։ Բայց այսպես ասեմ, նորից եմ ուզում շեշտել, սրանք երկու առաջին, ճանաչողական այցերն էին։ Իսկ առհասարակ դուք ո՞րն եք ամենամեծ խոչընդոտը համարում գերիների վերադարձի գործընթացում։ Շատ բարդ հարց եք տալիս, այստեղ կան քաղաքական շերտեր, միջազգային հանրության եւ ակտորների հետ աշխատելու իմ մասով, քաղաքասարակության մասով կարող եմ ասել, որ ինչպես մեր գործընկեր Սամվելը շատ լավ ձևակերպեց, երկու հասարակություններն էլ, երկու կողմերն էլ իրենց ընկալում են որպես զոհ, անկախ նրանից ով երբ է հաղթել այս պատերազմներում, եւ հիմա այդ վստահությունը, որ մենք չենք չարաշահի հետագայում, ինչ որ բաներ, անգամ 20 թվականից հետո։ Անգամ 20 թվականից հետո, այո։ Շատ նման են մեր վախերն իրարից, շատ։ Իսկ ինչպես կարող է քաղաքացիական հասարակությունը նպաստել այդ երկու երկրների միջև խաղաղության հաստատմանը ձեր տեսանկյունից։ Այսինքն ինչ դուք կարող եք անել, որպեսզի այդ խաղաղությունն ավելի մոտ լինի։ Տեսեք,
մեր զրույցները այնքան բաց ու անկեղծ էին եւ մենք փորձում ենք չվերարտադրել այսպես մեդիայի տված գծերը, բայց ես օրինակ շատ հանգիստ կարողանում եմ իրենց ասել, որ ընդհանուր առմամբ մեր հասարակությանը հուզում են ISSS հարցերը։ Օրինակ ես նաև արծարծել եմ մշակութային ժառանգության հարց եւ այլն, բայց մենք որպես երկու քաղաքասարակության խմբեր եկանք այն եզրահանգման, որ փորձելու ենք կենտրոնանալ միայն ավելի իրատեսական հեռանկարային խնդիրների վրա եւ այդ պարագայում մեր հայկական կողմի առաջնահերթությունը ձևակերպվեց գերիների վերադարձի հարցը եւ հռետորաբանությունը ադրբեջանական կողմի։ Իսկ այդ բարձրացած հարցի ինչ տպավորություն եք, որքանով կարող է ազդեցություն ունենալ այդ գործընթացի վրա, այսինքն ընդհանուր առմամբ քաղաքասարակությունների ազդեցությունը այդ գերիների վերադարձի գործընթացի վրա կարող են որևէ ազդեցություն ունենալ։ Ես մամուլի ասուլիսի ժամանակ էլ նշեցի, որ մենք ուռճացված պատկերացումներ մեր խմբի ազդեցության շուրջ չունենք։ Մենք շատ լավ պատկերացնում ենք այն չափ ազդեցության, որ կարող ենք ունենալ, բայց եթե գոնե այդ մի թեյի շուրջ զրույցը պարոն Հաջիևի հետ կարող էր մի փոքր իրեն համոզել նրանում, որ գործընթացները Հայաստանում լուրջ են, որ Հայաստանի հասարակությունը ցանկություն ունի իրական խաղաղության, կարծում եմ դա մի փոքր քայլ առաջ է, որպեսզի մեզ հուզող խնդիրները ավելի արագ լուծում ստանան։ Ընդհանուր առմամբ, այսպես դիտարկելով այդ puzzle-ը, հավաքելով տեղի ունեցած իրադարձությունների հաջորդականությունը, հայտարարությունները, նաև այնտեղից լսելով իրենց կողմից տրված պատասխանները, ինչ է կարծում հնարավոր է առաջիկայում տեսնել որոշակի առաջընթաց նույն գերիների վերադարձի հարցում։ Էլի շատ զգայուն հարց եք տալիս, ես չեմ կարող դա մեկնաբանել, ես կարող եմ ընդհանրապես մեր լսանին վստահեցնել, որ եւ Հայաստանի իշխանությունները այստեղ եւ պարոն Հաջիևը այնտեղ մեզ հավաստիացրեց, որ ակտիվ բանակցային գործընթաց հենց այս պահին ընթանում է։ Այլ դետալներ ոչ գիտեմ, ոչ էլ կարող եմ կիսել։ Իսկ Տիկին Սուլթանյան, ասացիք նաեւ, որ հայ հասարակության մտավախությունների, մտահոգությունների մասին եք այնտեղ բարձրաձայնել։ Եթե այսպես ավելի մանրամասնենք, գաղտնիք չէ, որ մեր հասարակության շրջանում մտահոգության, գուցե մտավախության տեղիք է տալիս նաև նրանց կողմից օգտագործվող խոսույթները, նույն Հաջիևի կողմից։ Օգտագործում են այսպես կոչված Զանգեզուրի միջանցք։ Իրենց երկրի ղեկավարը մեկնաբանվեց, որ Սևանը Գյոքչայ է անվանում, Արևմտյան Ադրբեջան, վերադարձ եւ այլն եւ այլն։ Այս խոսույթների հետ կապված ինչպես են իրենք բացատրում։ Եթե խաղաղություն են ցանկանում, ապա ինչու են շարունակում նման խոսելաձև արդյոք դա էլ տարածքային պահանջ չէ Հայաստանի նկատմամբ։ Տեսեք, էլի ես կուզեմ, որ մեր հանրությունը շատ մեծ ակնկալիքներ, այսպես ասած, այս խմբից չունենա եւ մեր վրա այդպիսի ծանր առաքելություն քաղաքական բանակցային չդնի, բայց մենք մեր առաքելությունն ենք համարում իրենց կողմին, այո, բացատրել ինչու են դրանք զգայուն եւ ինչու են դրանք վնասում խաղաղության գործընթացին եւ նաեւ առաջարկներով ենք հանդես գալիս, որ օրինակ, քանի որ անհնար կլինի բոլոր լրատվամիջոցների պարագայում նման վերահսկողություն սահմանել, գոնե պետական լրատվամիջոցների պարագայում գալ մի ընդհանուր հայտարարի, որ երկու կողմերն էլ այդ զգայուն տեղանուններ եւ այլն չեն օգտագործելու։ Հիմա ես նորից եմ ասում, ես չեմ կարող հավաստիացնել ձեզ, որ Ազերթաջը այլևս չի գրի Իրիվան, հա, բայց ես ուրախ եմ, որ ես կարողացա գոնե առաջին անգամ այդ հարցը բարձրացնել ուղիղ իրենց մոտ։ Հիմա գոնե ամեն գրելուց կմտածեն, որ մենք այստեղ տեսնում ենք եւ ֆիքսում ենք դա։ Դե այնտեղ լրատվամիջոց, ոչ միայն լրատվամիջոցն է գրում, այլև պետական պաշտոնյաներն են այդ մասին խոսում, դրա համար դժվար է հավատալը, որ լրատվամիջոցը չի գրի եւ պաշտոնյաները հենց դա էլ մենք շեշտել ենք, հենց այդպես ուղիղ տեքստով։ Տիկին Սուլթանյան, կարծում եմ ձեզ համար էլ կանխատեսելի էր, որ Բաքվից վերադառնալուց հետո այստեղ տրված ձեր ասուլիսում, ձեր հարցազրույցներից հետո նաև այսպես շատերի կողմից, քչերի կողմից մեղադրական այսպես խոսքեր են հնչելու ձեր պատվիրակության կողմից, շատերը ձեզ մեղադրում են ադրբեջանական քարոզանելու մեջ, նրանց այդ փափուկ ուժը կիրառելու մեջ, որն է ձեր արձագանքը այդ մեղադրանքներին։ Եվ սպասելի էր դա ձեզ համար։ Տեսեք, եթե մենք վախենանք
եթե մենք խուսափենք, եթե մենք չխոսենք, հրաժարվենք խոսելուց, իրենք կարող են համարել մեծ իմաստով, որ փափուկ ուժի կիրառման կարիք էլ չկա, որովհետև իրենց նպատակին հասած կլինեն։ Ես կարծում եմ, որ շատ ավելի ճիշտ դիրք է խոսել, բարձրացնել հարցեր, չհրաժարվել պատասխանել իրենց հարցերին, ուստի ես կարծում եմ, որ սա ավելի պատվաբեր գործընթաց է, երես դեմ առ դեմ խոսել եւ քննարկել այս բարդ հարցերը, քան օրինակ այդ սիմվոլիկան, որ չեմ գնում, չեմ խոսում քեզ հետ, մեր գերիները Բաքվում են, մեր անվտանգային սպառնալիքները Ադրբեջանից են գալիս, ասենք ում հետ ես պիտի խոսեմ, եթե ոչ Ադրբեջանի եւ Բաքվի իմ գործընկերների։ Ձեր կարծիքով ինչպիսի նախադրյալներ կան հայ-ադրբեջանական հասարակական երկխոսությունը առաջ տանելու հետ կապված։ Նման ակտիվ նախադրյալներ դուք տեսնում եք։ Չեմ կարող ասել, սա մի ամբողջ հետազոտության նյութ է եւ ես չեմ բացառում, որ մեր նախաձեռնության շրջանակներում մենք կհամագործակցենք նաեւ օրինակ մարդաբանների հետ, հոգեբանների հետ, նաեւ պատմաբանների հետ ու կփորձենք միասին հասկանալ ինչպես օգնել այս երկու հասարակություններին հաղթահարել եւ նորից եմ ուզում շեշտել, որ խոսել չի նշանակում արդարացնել, խոսել չի նշանակում համաձայնել մյուս կողմի հետ, Մենք խոսում ենք, որպեսզի կարողանանք ավելի անցավ այս ամբողջ process-ի միջով անցնել եւ ավելի ճիշտ հանգրվանի գալ։ Իսկ երբ Բաքվում այլևս չեն գործում շատ միջազգային կառույցներ, հումանիտար միջազգային կառույցներ, այդ պայմաններում քննարկումների արդյունավետությունը որքան է ձեզ։ Ես ուզում եմ արդից օգտվել, դուք շատ ճիշտ ժամանակին դա նշեցիք եւ հայտնել իմ երախտագիտությունը մեր հատկապես արևմտյան գործընկերներին, Եվրամիությանը, Ամերիկային, որոնք տարիներով ֆինանսավորել են խաղաղության կառուցման այս ծրագրերը, որովհետեւ առանց դրան մենք չէինք կարող կառուցել այն հարաբերությունները, որոնք մեզ թույլ տվեցին ունենալ դեմ առ դեմ այս հանդիպումները։ Ադրբեջանը մի փոքր այլ մոտեցում ունի արևմտյան գործընկերների հետ աշխատելուն, ինչը լավ էր, որ մենք լսեցինք եւ հասկացանք, բայց մենք մեծ սիրով եւ պատրաստակամությամբ շարունակելու ենք աշխատել մեր արևմտյան գործընկերների հետ եւ պատրաստ ենք նաեւ համագործակցել Հայաստանի Հանրապետության քաղաքասարակության լայն խմբերի հետ, ովքեր որևէ առաջարկ կամ ասելիք ունեն։ Իսկ այցից հետո ամփոփելով մեր զրույցը, ինչ քայլեր եք պատրաստվում իրականացնել, կան արդեն նախնական, այսպես համաձայնություններ կամ ճանապարհային քարտեզ, թե որն է լինելու հաջորդ քայլը։ Այո, ինչպես նշեցի խոսքի սկզբում, մենք գոնե 3 մակարդակով թեմատիկ ունենք այդ ուղղությունները, դա լրատվամիջոցների հետ երկու կողմերի աշխատանքն է, փորձագիտական համայնքի հետ աշխատանքն է, դիցուկ, եթե ջրային ոլորտի փորձագետները ուզում են եւ կարող են միասին աշխատել, հետազոտություններ անել եւ այլն, մենք կարող ենք այդ հարթակը տրամադրել եւ կապերը ապահովել, ինչպես նաեւ հանրության հետ կապված, իրար փոխճանաչելիության թեմաներով ծրագրեր անել։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հեռանկարում ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն Նաիրա Սուլթանյանն էր։